Ագրոարցախ հաղորդաշարի մեր այս տարվա վերջին եթերն է, եւ այսօր մեր հաղորդումը ուզում ենք կառուցել մի փոքր անսովոր իրադարձության շուրջ։ Հայաստանի պետական agrarային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողության մոտ օրերս մի հետաքրքիր շարժում էր բռնկվել, մի իրողություն, որ բնույթով զարմացնող ու միաժամանակ ուրախացնող էր։ Ընդամենը մի քանի օր առաջ իմացանք, որ բուհի պատերի ներսում ստեղծվում է երիտասարդական մի շարժում, որի գործունեությունը նպատակաուղղված է լինելու հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը եւ այդ գործընթացում երիտասարդների ինտեգրմանը։ Գաղափարը ինքնին ողջունելի էր եւ կարելի ասել ինչ որտեղ նաեւ աննախադեպ։ Երիտասարդությունը համակված էր անզուսպ ցանկությամբ խոսք բարձրացնելու, առաջարկություններ հնչեցնելու ու կոնկրետ պատասխաններ ստանալու համար։ Համալսարանի ղեկավարությունն էլ աներկբա ընդառաջել է շարժման իրականացմանը։ Ավարտելով դպրոցը գյուղական երիտասարդը եւ ինչպես նաեւ իր ծնողը այսպես հայացքը հառած է դեպի քաղաք։ Գուցե դրա համար կա ինչ որտեղ օբյեկտիվ պատճառներ, որովհետեւ գյուղում այսօր գործազրկության թիվը կարելի ասել մեծ թիվը, ինչպես նաեւ այն հետաքրքրությունը կարելի ասել չկա, ինչ կա քաղաքում համեմատաբար։ Եվ երիտասարդական այս նախաձեռնությունը, որը իրենք հենց անվանել են երիտասարդ գյուղատնտեսներ, ուսանողական այս շարժումը, հենց իր գործունեության հիմքում դրել է դա, որ ինչպես անել, որ երիտասարդը մնա գյուղում։ Ինչպես նաև բնականաբար, եթե մնաց գյուղում, նա անպայման պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ։ Ես կասեմ, որ կա պատրաստակամություն, որը շատ ողջունելի է։ Նրանք բոլորը եւ նվիրված են եւ պատրաստական եւ հավատացած, որ իրենց գործը անշուշտ արդյունք տալու է։ Եվ մենք նույնպես հավատացած ենք, ու իհարկե ելնելով նրանց պատրաստակամությունից, որովհետև կա համապատասխան ներուժ։ Մենք տեսնում ենք դա։ Երիտասարդի ձայնը պետք է լսելի ու հասկանալի լինի, պետք է բացահայտվեն նրան հուզող խնդիրները։ Գյուղ եւ երիտասարդություն հիմնախնդիրներ։ Այս նշանաբանով ու նախադեպը ունեցող հանդիպումը ինքնանպատակ չէր։ Քննարկմանը հրավիրված էին կրթության ու գիտության, գյուղատնտեսության նախարարները, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, մասնագետ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, բուհի դասախոսներ, գյուղատնտեսության ոլորտի գիտնականներ։ Ավագ ու մատաղ սերունդների բախում, այսպես կարելի է բնորոշել այս հանդիպումը, որովհետև սա այն բացառիկ հարթակն էր, որտեղ բուռն քննարկման մեջ վերջապես տեսանք ոլորտի ներկայու ապագայի դիմագիծը։ Այսպես երիտասարդին պետք է աջակցել, որպեսզի նա գտնի իր տեղը ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլ նաև գյուղում ապրելու համար, եւ առաջին հերթին այս քննարկման հասցեին շնորհավորանքներ հնչեցին։ Շնորհավորում եմ ձեզ, որ փորձում եք սատարել ձեր հայրերի, պապերի, եղբայրների արյունով շաղախված հողը պահպանելու, այն զարգացնելու իշահ մեր նորանկախ պետությանը։ Մեր կառավարությունը, իշխանավորները բոլորը աջակցում են նման գործընթացին, որ հետագայում դա կստանա արդեն իր գիտական բնույթը եւ ձեր ասելիք արդեն գիտականորեն լրիվ հիմնավորված դասեք։ Այսօր մեր երիտասարդը նախանձախնդրությամբ է խոսում արտասահմանում կամ թեկուզ Հայաստանում ապրող իր սերնդակցին ցուցաբերվող աջակցությունների մասին, ինչը ցավոք մեր երկրում չկա, կամ գուցե այնքան էլ բարձ չէ արտահայտված։ Գյուղատնտեսությունը զարգանալ չի կարող առանց երիտասարդության, քանի որ երիտասարդն է այսօր մեր երկրի ապագան կերտում եւ պետք է իրականացվի այնպիսի միջոցառումներ, որպեսզի խրախուսեն երիտասարդներին ներգրավել ագրարային ոլորտը եւ հուսով եմ, որ միայն այդ խրախուսման ճանապարհով մենք կարող ենք ունենալ բարձր ցուցանիշներ։ Պետք է ագրարային մասնագետների աշխատավարձի բարձրացում, աշխատանքի տեղավորում, որոնք երիտասարդներին կներգրավեն գյուղատնտեսության մեջ եւ արդյունքում կզարգանա։ Առանց պետական սեկտորի ներգործության մենք չենք կարող ինչ-որ պետական գործ ձեռնարկել։ Այսօր երիտասարդ մասնագետն ինքն էլ խճճված է պետության կողմից իրականացվող քաղաքականության մեջ։ Վերջին շրջանում իրականացվող ծրագրերի մասին երիտասարդն իր առաջարկություններն ունի։ Միշտ բարձրացվել է հարց խոշորացում, բայց մոտեցումները ինչ-ինչ պատճառներով կամ հստակ չի կամ խոշորացում, բայց ում հաշվին, չէ որ գյուղացին շրջանառու միջոցները նա հերիք չէ, կարող է միավորել գյուղ, տրակտոր, բայց չի կարող ձեռք բերել սերմ եւ այլն եւ այլն։ Այստեղ հարցը իմ առաջարկությունս կամ իմ տեսակետս այն կլինի, որ պետությունը նախնական սկսի, այսինքն խոշորացում լինի բաժնետիրական ընկերություն։ Պետություն լինի երիտասարդ թե գյուղացի, լինի յուրաքանչյուր քաղաքացի, նույնիսկ եթե արտասահմանից տարբերություն չկա։ Այսինքն այնքանով, ինչքանով իրանք ներդրում են դնում, լինի դա հող, լինի դա
պահեստ լինի դա տրակտոր, մյուս մասը պետությունը մասնակցի, այսինքն 50-50։ Իսկ հետագայում պետությունը 5-ից 10 տարիների ընթացքում իր բաժնետոմսերը վաճառում է եւ չէ որ պետության դերը այն չէ որ ագրոնոմին աշխատավարձ տա։ Երիտասարդին անշուշտ պետական աջակցություն է պետք։ Անօգնական երիտասարդը ինքնուրույն գործելու, նոր բան նախաձեռնելու մեջ տկար է։ Երիտասարդը առաջինը վարկային տեսակից անվարկունակ է։ Այսինքն պետությունը չի կարող մի մարդուն հետ գործ բռնել, որը ընդամենը ունի 0.6 հեկտար, մեկ շնչին։ Իմ կարծիքով համապատասխան գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման, թե ինչ որ երիտասարդության հիմնադրամի, թե գյուղնախարարության ինչ որ նորաստեղծ կառույցի, արդեն երիտասարդության եւ պատրաստման եւ ինչ որ մի ձև ռիսկային գործոնը պետությունը վերցնի իր վրա։ Որպես հակափաստարկ պետական աջակցությունները կոորդինացնող կառույցի ղեկավարը առաջին հերթին մատնանշում է երիտասարդի անտարբերությունն ու չտեղեկացվածությունը։ Երիտասարդները տեղյակ չեն իրականացվող ծրագրերին։ Այնինչ տեղեկացվելու աղբյուրներ շատ կան։ Այսինքն այստեղ ոչ թե միայն աշխատանքը կատարողը կամ ծրագրերը իրականացնողն են թերացել, որ տեղյակ չեն, այլ նաև դուք երևի ինչ որտեղ չեք հետաքրքրվել։ Այնինչ նորարարություններ շատ կան։ Այն ինչ մենք սովորել էինք ժամանակին բուհերում, այն ագրոնոմիան, անասնաբուժությունը այսօր արմատական վերափոխում է ապրում։ Արմատական վերափոխում է ապրում, որովհետև փոխում է տեխնոլոգիաները, որովհետև փոխում է տեխնիկան, որովհետև փոխվում է ամբողջ ագրոտեխնիկան։ Սա մատնանշվող առաջին հանգամանքն էր։ Տարիների փորձն Արցախում ապացուցում է, որ սխալ արդյունքներն առաջին հերթին սխալ մոտեցման հետևանք են։ Եթե ինչ որ մեկը Արցախում, Ղարաբաղում 50 հեկտար վարելահող ունի, ցանում է ցորեն ու իր աշխատանքի շնորհիվ ու բնակլիմայական հարմար պայմանների շնորհիվ հաջողության է հասնում, իրեն թվում է, թե այդ 50 հեկտարը ինքը 100 դարձնելով կկրկնապատկի իր եկամուտները։ Այնինչ ոչ, այն համախառն բերքը, որը այսօր Արցախում արտադրվում է, դա մեր պահանջարկի, մեր ներքին պահանջարկի 2-ից 3 անգամ տարբեր տարիների ավել է արտադրվում։ Բայց սա չի խնդիրը, այդ 2-ից 3 անգամ ավել արտադրելը կարելի է կես տարածքի վրա արտադրել այն ինչ այսօր արտադրում են։ Որովհետև մեր միջին բերքատվությունը 14, 15, 16 ցենտների սահմաններում է տատանվում։ Իսկ արդեն չեմ ասում զարգացած, նույնիսկ կան զարգացող երկրներ, որտեղ 50 ցենտների իրենց համար խնդիր չի, դրանից ցածր արդեն իրանք այդ հողը չեն մշակում, անարդյունավետ են համարում։ Ես կոչ եմ անում ձեզ իրոք ներգրավել այդ աշխատանքներին։ Այսօր կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում։ Որպեսզի երիտասարդն աշխատի գյուղատնտեսության բնագավառում, նրան առաջին հերթին վարկավորում է անհրաժեշտ, իսկ ռիսկայնությունը երիտասարդին վարկ տրամադրելու մեծ է։ Մեկ այլ երիտասարդի հետաքրքրում էր այս գործում նոր մեխանիզմների մշակման հնարավորությունը։ Դրանից նաև մեծապես կախված է, թե որքանով երիտասարդը կմնա գյուղում։ Իմ կարծիքով կա այսպիսի հնարավորություն տվյալ երիտասարդին 21, 22, 23, մինչև 25, այսինքն համալսարանը նոր ավարտած, ով դեռ չի կայացել որպես մասնագետ, տալ ու փորձուսուցում կոնկրետ հիմնադրամի շրջանակներում, իհարկե տեղյակ ենք բազմաթիվ վարկավորված ծրագրեր, հաջողված ծրագրեր եւ այդ ձեռներեցները կարող են որպես ավակ ընկեր, այսպես ասած, կցվել այդ երիտասարդները եւ համապատասխան շրջաններում իհարկե էլի որտեղ հարմար է այդ տվյալ երիտասարդներին եւ ձեռներեցներին եւ որոշակի ժամանակաշրջան հետո նոր այդ երիտասարդը երբ որ արդեն ձեռք կբերի իր վստահությունը, այսինքն դուք վստահ կլինեք, որ ինքը տեղյակ է տվյալ գործից, կարող է կատարել, իսկ մնացած ռիսկայնությունը բնականաբար դեռևս մնում է նրա վարկունակությունը եւ այլն, բայց կա այդ ռիսկը եւ պետությունը ձեր աջակցությամբ այդ երիտասարդին կվարկավորի եւ շանս կտա զբաղվել գյուղատնտեսությամբ, մանր ձեռներեցությամբ։ Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանն այլ կարծիք ունի գյուղի եւ գյուղատնտեսության զարգացում ասվածի վերաբերյալ, նշելով, որ սրանք որոշակի տարանջատվող հասկացություններ են եւ որ գյուղի զարգացումը չպետք է բարդել միայն գյուղնախարարության քաղաքականության վրա։ Մենք այստեղ հստակ պիտի կարողանանք տարբերակել, որ գյուղի զարգացումը եւ գյուղատնտեսության զարգացումը սա երկու տարբեր ուղղություններ են։ Ինչու որտեվ գյուղում երիտասարդին պահելու մեր փորձը սա միայն ասենք այդ վարելահողերը արդյունավետ դարձնելը չէ կամ ասենք անասնաֆերմաներ, անասնաշենքեր ասենք ստեղծելն, այլ
բազմաթիվ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, ինֆրաստրուկտուրաներ, որ ուղղություններ է պահանջում։ Փորձենք, ասենք, միայն խոսել գյուղատնտեսության զարգացման եւ դրանով լուծել երիտասարդներին գյուղում պահելու հարցը, այստեղ մի քիչ իմ կարծիքը այլ է եւ միայն փորձել հանդես գալ, որ դժգոհությունների տեսակետով անթույլատրելի է, ինչու որտեվ այո, պարոն Բաղդասարյանը նշում է, միայն մենք վերջին 5 տարիների ընթացքում եւ ամեն յուրաքանչյուր տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացնում ենք 3-ից ավել միլիարդ գումար միայն պետբյուջեով։ Մինչև 4-5 միլիարդ դրամ գումարներ տարբեր վարկային ռեսուրսներով են գրավում եւ մտցնում գյուղատնտեսության շրջանառության մեջ։ Գյուղատնտեսության ոլորտի գիտնականի կարծիքը հետևյալն է, որ իրոք մեր երկրի համընդհանուր զարգացումը կախված է հենց գյուղից, իսկ Արցախն ունի այդ չօգտագործվող ներուժը, որի տնօրինողը պետք է հենց այս երիտասարդությունը լինի։ Մեր երկրի տնտեսական զարգացման բազիսը, հիմքը իրոք գյուղատնտեսական արտադրությունն է։ Արտադրությունը առաջին հերթին։ Դրա համար մենք ունենք ամենակարևոր հիմքը։ Դա մեր հողային պաշարներն են, որոնք մենք դժբախտաբար չենք կարողանում լիարժեք օգտագործել։ Գյուղատնտեսության համար հող է պետք։ Հարգելի ուսանողներ, եթե դուք մտածում եք, որ բոլորդ ավարտում եք ագրոնոմ ձևակերպեք որևէ գյուղական համայնքում եւ բյուջեից աշխատավարձ ստանաք ու դրանով ընտանիք պահեք, դա այն ճիշտ ճանապարհը չէ, որին դուք ձգտում եք։ Առաջին հերթին դուք պետք է դառնաք խելացի արտադրություն կազմակերպողներ, գյուղատնտեսական արտադրություն կազմակերպողներ։ 136,000 հեկտար միայն վարելահող ունենք, միայն վարելահող։ Ամեն տարի ցանքաշրջանառությունների տակ, ցանքատարածությունների տակ դրվում է լավագույն դեպքում 50-60 հեկտարի 1000 հեկտարի սահմաններում։ Ուրեմն 70-80,000 հեկտար մեզ մոտ պարզապես մենք թողնում ենք մոլախոտերի տակ, մացառների տակ, բացի վարելահողերից մենք նաև ունենք ահռելի հողատարածքներ հենց գյուղատնտեսական նպատակների համար օգտագործող։ Դա մեր անասնապահության համար կերային բազա ստեղծելուն ծառայող արոտներն են ու խոթարքերը։ Այն ինչա նշանակում համալսարան ու չունի, ինչա մենք ունենք, ինչպես նշեցիք դուք, 136,000 հեկտար վարելահող, կարող է մեզ դիմել են կառավարությանը, որ մեզ անհրաժեշտ է հատկացնել 5, 10, 50 կամ 100 կամ 150 կամ 1000 հեկտար վարելահող, մենք մերժել ենք։ Իհարկե ոչ։ Օրինակ, վարորդին գործի ընդունելուց անպայման հասնում են։ Վարորդական իրավունք ունես թե չէ։ Բայց երբ հողն են տալիս վարձակալությամբ, ոչ մեկին չեն հասնում։ Դու հող մշակելու իրավունք ունես, գիտելիքներ ունես հող մշակելու թե չունես։ Գյուղատնտեսությունը մեր երկրում դարձել է ամենահասարակ գործառույթը։ Ցանկացած մարդ, որտեղ ուրիշտեղ հաջողություն չի գտնում իրեն տեսնելու համար, հա գալիս է գյուղատնտեսություն։ Թե խնդրեմ, ինձ էլ հող տվեք մշակի։ Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ մեր երկրում, որ անեկամտաբեր անարդյունավետ ճյուղը համարվում է գյուղատնտեսություն։ Ըստ Արտակ Գուլյանի, սառույցը կարծես տեղից շարժվեց։ Նա անչափ ուրախ է, որ երիտասարդ սերունդը սկսեց գիտակցել իր մասնագիտության կարևորությունը ու գյուղի արժեքը։ Կցանկանայի, որ այդ ուսանողական նախաձեռնությունը, որ կար, լիներ այնպեսին, որ դուք կարողանայիք ստեղծել օղակներ, խմբակցություններ ուսանողական, երիտասարդական, դիմեիք կառավարությանը, հատկացրեք մեզ հողատարածություն, ուզում ենք երիտասարդական մի ավանց ստեղծել, գյուղատնտեսությամբ զբաղվել, որպեսզի մենք չձուլվենք ավանդական, հին, պապենական, լոսված տեմպերով ու մեթոդներով գյուղատնտեսական արտադրություն վարող խմբերին։ Մեր խնդիրը նա է, որպեսզի ձեզ մոտ սեր, ձգտում առաջացնենք եւ համոզված եմ, այս հանդիպումը պետք է ձեր մոտ ինչ-որ մի բան ստեղծի, զբաղվածություն է պետք։ Ճիշտ է, մենք գյուղական համայնքներում հողատարածքները բաշխել ենք եւ այլևս նոր ձևավորող երիտասարդ ընտանիքին հողատարածք տալու կամ անասնապահական ինչ-որ մի փոքր ձեռնարկություն հիմնելու, ձեռներեցություն ցուցաբերելու, մի փոքր ֆերմա ստեղծելու պայմաններ չունի պարզապես։ Հայրական, բաժին հասած հողամասի վրա նա այդ բաները անել չի կարող։ Այդքան չօգտագործող հողատարածք ունենք։ Տվեք երիտասարդներին, 2-3 երիտասարդ կարող են ընդգրկվել այդ հողատարածության մեջ։ Չէ որ մենք միայն այդ հողերը վարու ցանկանելը չի, այդ հողերը նաև անասնապահության զարգացման համար են։ Հողն արդյունավետ օգտագործելու փորձեր կառավարության կողմից վերջին շրջանում կատարվում են, բայց փորձերի արդյունքներն այդքան էլ ոգևորիչ չեն։ Ճիշտ տարբերակը շուկայական հարաբերություններում այդ բաժնետիրական կոոպերացիայի ձևով ստեղծել նման ընկերություններն է։
Մենք ունենք բազմաթիվ դեպքեր եւ երբ որ մենք փորձում ենք այս կամ այն համայնքներում իրականացնել այդ գործընթացը, շատ լուրջ խոչընդոտների դեմ են կանգնում հենց գյուղացիների կողմից, որոնք տարբեր պատճառներով, ասենք, չեն համաձայնում իրենց սեփականաշնորհված հողաբաժինը, այսպես ասեն, միավորել եւ միասին աշխատել։ Անցյալ տարի մենք պիլոտային Խաչմաչի համայնքում, ձեր ասած այդ բաժնետիրական կոոպերացիայի միջոցով իրականացրել ենք այդ աշխատանքները, այսինքն ինչ է կարել։ Ամբողջ համայնքի տարածքում գտնվող վարելահողերը մենք միավորել ենք, այսպես ասած, ամեն մեկը իր փայամասով մտել է եւ մեր հիմնադրամի միջոցով կենտրոնացված կարգով մշակել ենք այդ հողատարածքները։ Արդյունքում ստացած եկամուտը մեր ծախսերը պետությունը իր կողմից կատարած ծախսերը վերցրել է, ամեն մեկը իր, ասենք, հողամասի չափով բաժանել այդ եկամուտը շահույթ կամ գումարի տեսքով կամ արտադրանքի տեսքով։ Այս տարի մենք նման ծրագիր իրականացնում ենք 8 համայնքներում, 6 համայնքում եւս նման ծրագիր իրականացնում ենք, բայց պետությունը սա չի շարունակի։ Մենք ուղղակի ցույց ենք տալիս, որ կարելի է նման ձևով միասնական մշակել հողատարածքները, այսպես ասած, ստեղծել բաժնետիրական ընկերություն եւ միավորել ոչ թե ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, այլ կոոպերացիայի միջոցով միավորել եւ մշակել միասնական մշակություն, պահպանելով հողի կանոնները, ցանկաշրջանառության կանոնները եւ արդյունքում ստանալ ավելի բարձր եկամուտ, քան այսօր ստանում են։ Այսօր ակտիվացել է հենց Ագրարային համալսարանի ուսանողությունը, սրանից միանշանակ ոգևորվել է նաեւ ավագ սերունդը։ Հարցադրող կողմից, այսինքն երիտասարդության անունից, հարց հնչեց, թե որքանով է իրատեսական հանրապետության դպրոցներում գյուղատնտեսություն առարկայի դասավանդում սկսելը։ Քննարկմանը ներկա կրթության ու գիտության նախարարի համար հարցն իհարկե անակնկալ չէր։ Նա նախ երանությամբ դպրոցում իր ուսումնառությունը հիշեց, երբ նման առարկաներ էին սովորում, ապա խոսեց ներկայից։ Այսօր միակ հնարավորությունը Արցախում բացված Ագրարային համալսարանն է։ Սովորելու եւ որակյալ ու պիտանի մասնագետ դառնալու իր բոլոր հույսերը Սլավա Ասրյանը կապեց Ագրարային համալսարանի հետ։ Տարի գյուղատնտեսական մասնագետների գծով դիմորդների թիվն ավելանում է, նշանակում է արդեն եւ տնտեսավոր սուբյեկտները եւ ասենք մեր ընդհանուր ազգաբնակչությունը գտել են, որ իրոք ավարտելով ստանալով գյուղատնտեսի մասնագիտություն, ապագայում կարող են իրենց տեղը գտնել եւ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման, այսպես գյուղատնտեսության ոլորտում իրենց ներդրումը բերել եւ թվում է, որ քանի գնա այս աճը, այս տենդենսը պիտի շարունակվի։ Նույնիսկ գիտեմ օրինակներ, ասենք, եթե մենք արդեն ունենք ընդգծված մենատնտեսներ, այսպես ասած ֆերմերներ, հիմա արդեն իրենք անձամբ իրենց երեխաներին ձգտում են, որ անպայման գյուղատնտեսական մասնագիտություն ընտրեն, սովորեն կամ տնտեսագիտական, որ ասենք այդ տնտեսությունը հետագայում իրենք կարողանան այսպես սահում կերպով հանձնել իրենց զավակներին, իրենց ազգականներին։ Սա իհարկե դրական է եւ քանի գնա այդ գործընթացը պետք է զարգացումը բերի։ Ինչքան դուք խորը յուրացնեք այն գիտելիքները, որ ցույց տալիս են, ինչքան որ ձեր գործնական կարողությունները ավելի զարգացած լինեն, այսօր միայն գիրք ընթերցելով եւ ասենք մեր նախկին ունեցած փորձի ձեզ ներկայացմամբ մենք չենք կարող արագ շարժվել, որովհետեւ փոխում է կյանքը, փոխում է մոտեցումները։ Այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում մենք չենք կարող արդեն բահի կոթից բռնած ցանկանալ ինչ որ գյուղատնտեսություն զարգացնել։ Եվ ստեղ նաև արդեն ձեր գիտելիքներին համապատասխան արդեն դուք ինքներդ, եթե նախաձեռնում եք որևէ միջոցառում, դուք եք արդեն ձգտել, որպեսզի եւ ձեզ համար եւ հեշտնի հրապարակությունի, ուրեմն դուք առաջավոր կարողանաք ժամանակակից ուրեմն տեխնոլոգիաները ներդրել ձեր արտադրության մեջ։ Ասեմ, որ եթե դուք ընտրել գյուղատնտեսի մասնագիտություն, կապ չունի, դե մեխանիզացիա է, թե ագրոնոմիա է, թե անասնաբուժություն եւ այլն։ Նախ մեր արդեն մեր ուրեմն կարգերը ձեզ հնարավորություն են տալիս, որ դուք նաեւ մասնագիտանաք մեկ կամ երկու այլ մասնագիտության գծով։ Ես օրինակ պարտադիր պայման եմ համարում, որ արդեն համալսարանը մտածի եւ բոլոր, ասենք, թե այդ գյուղի հետ գործ ունեցողները, ասենք, ագրոնոմ, գյուղաբան, անասնաբույծ կամ ասենք մեխանիզատոր, որ անպայման գյուղտեխնիկայի այո, այդ վարման այդ հնարավորությունը ստեղծի, որ իրանք տիրապետեն, որ անպայման մենք այդ ուսումնափորձնական բազան մենք ունենանք։ Դա կլինի ձեր սեփականը, թե կլինի, ասենք, թե ունեցած այս տնտեսությունների բազան օգտագործելու խնդիրը, անպայման սա պետք է լինի, որովհետև 4 տարի սովորելով մենք արդեն տալով բարձրագույն կուրսությամբ գյուղատնտեսական մասնագետ, նա պետք է լիարժեքորեն տիրապետի։ Որ իսկապես կրթօջախում այսօր սովորող ուսանողության հետ կարելի է հույսեր կապել, վստահեցնում է բուհի ռեկտորը։
Երկրորդը, եթե անընդհատ խոսում ասենք հողօգտագործման կամ հողերի մշակման ձևերից, այստեղ իր ուրույուն տեղն ունի եւ առավել մեծ կարեւորություն ունի անասնապահության զարգացում։ Ունենք բավականին հետաքրքիր, աշխուժ, լավ ուսանողներ, որոնք պրակտիկաներին ես ինքս եմ մասնակցում, տեսնում եմ ու խորհրդակցելով։ Այս ունենք, սա կա ուժը։ Ուղղակի ստեղ երևի ինչ որ մի այլ խնդիր, մի այլ մեխանիզմ պետք է մշակվի իրենց ներգրավվածության համար։ Շատ է խոսվում գյուղատնտեսության արագ զարգացման մասին եւ թերևս երիտասարդն էլ այդքան լավ չի գիտակցում դժվարությունները, որոնք կան։ Գյուղնախարարը ապագա մասնագետների հետ մեծ հույսեր կապելով նաեւ լավատեսությամբ հանդես եկավ։ Գյուղատնտեսությունը զարգացնելը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, լուրջ ֆինանսական։ Մենք ունենք մոտավոր հաշվարկներ։ Միայն մեր արկա վարելահողերի ինչ որ մշակում է այդ 50,000 հեկտար վարելահողը պարտացնելու միջինացված նորմաներով պարտացնելու համար մեզ միայն տարեկան 6 միլիարդ դրամ պարտանյութի գումար պետք է։ Ամբողջ մեր մեքենատրակտորային պարկը փոխելու համար մեզ անհրաժեշտ է մինչև 20 միլիարդ դրամ։ Ցանկաշրջանառություն ապահովելու համար մեզ եւս ահագին գումարներ է պետք։ Սա է խնդիրը, ժողովուրդ, այսինքն այնինչ այսօր անում է իհարկե քիչ է անում, շատ է անում, բայց սա է մեր հնարավորությունները եւ բնականաբար մենք ձեզ հետ միասին պիտի մշակենք այնպիսի միջոցառումներ, այնպիսի առաջարկություններ, որը հնարավորություն կտա արկա սահմանափակ ֆինանսական միջոցներով ավելի ինտենսիվ զարգացնելու մեր գյուղատնտեսության մեջ մեր հաջողությունները։ Երիտասարդին կարծես հաջողվեց վերհանել իրեն հուզող հիմնախնդիրները, լսել մեծերին, պաշտոնյաներին ու միգուցե նաև հենց այստեղ փոխվեց նրա աշխարհայացքը, որ այս կերպ ձևավորված շարժումը հիրավի երիտասարդին նորովի մտածելու հիանալի առիթ է, հաստատում է Ագրարային համալսարանի դեկանը։ Նա կայացած է համարում նախաձեռնությունը։ Այս կլոր սեղանը մեր երիտասարդների համար էր ավելի արդյունավետ։ Նախ իրենք իմացան ինչ է ընդհանրապես գյուղատնտեսությունը այսօր, ինչ ներդրումներ են կատարում գյուղատնտեսության մեջ, պետական ինչպիսի ծրագրեր կան, վարկավորումը ինչպես է կատարվում, եւ նաեւ եւս մեկ անգամ համոզվեցին, որ պետությունը ինքը պատրաստական է աջակցելու երիտասարդին։ Պետությունը ինքը տեսնում է երիտասարդին որպես ապագա, հետեւաբար պատրաստ է օգնել նրանց։ Պարզապես որոշակի մեխանիզմներ մշակվեցին, որոնցից օրինակ այ առաջարկ հնչեց կարելի է ստեղծել երիտասարդական ինչ-որ հիմնադրամ։ Օրինակ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը այսօր ավելի կաջակցի երիտասարդ վարկառուներին։ Գյուղը եթե ոչ չդարձնենք ավելի հետաքրքիր քաղաքից, գոնե քաղաքի նման հետաքրքիր դառնա։ Այս է, որ ուզում են հենց իրենք երիտասարդները։ Այսինքն այսօր մենք ոչ թե մենք ենք ավակ սերունդ է նրանց ասում գնացեք գյուղ, վերադարձեք կամ մնացեք գյուղում, այլ իրենք ուզում են գտնել հետաքրքրությունների այն շրջանակը, որ նրանց կպահի գյուղում։ Հաջորդ քայլերը ըստ նախաձեռնող խմբի լինելու են արդեն կոնֆերանսները, որտեղ արդեն պատրաստի ելույթներով իրենք հանդես կգան եւ ավելի օպտիմալ առաջարկներ կհնչեն։ Մեր վաղը այսօրվա ուսանողից է կախված։ Մեր գյուղի ու գյուղատնտեսության ապագայի հույսերի առանցքը նույնպես այս երիտասարդներն են։ Նրանք այսօր դեռևս ուսանողներ են, բայց վաղը լավ մասնագետներ լինելու համար նրանց լավագույն պայմաններ են անհրաժեշտ, ինչին կրթօջախում ձգտում են հասնել։ Որակյալ շրջանավարտ ունենալու համար մենք բնականաբար պետք է ունենանք առաջին հերթին որակյալ դասախոսական կազմ եւ ուսանողություն, որը պատրաստ է դրան, ինչպես է նյութատեխնիկական բազա։ Այսօր առաջին երկուսը կան, այսինքն ուսանողը հենց առաջին իսկ կուրսից պատրաստ է ընկալել, յուրացնել այն գիտելիքները, որոնք վաղը կթույլատրեն, նրան թույլ կտան վաղը դառնալ արհեստավարժ մասնագետ։ Կա, ինչպես նաեւ ունենք գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ինչ որտեղ կարելի է մեր թող անպագորգոր չհնչի, այսօր մեր բուհում հավաքված են հանրապետության գյուղատնտեսության հայրերը։ Այսինքն նրանք նույնպես իրենց գիտելիքները հաղորդում են։ Բայց այ բոլորովին այլ խնդիր է, երբ կարելի ասել չունենք ուսումնափորձնական հողամաս։ Այսօր նաև ոչ միայն դրան ձգտում են հասնել նույն ավակ սերունդը, թողնել իրենց դպրոցը, հա, ստեղծել մի դպրոց, որը կլինի իրենց հետնորդը, իրենց շարունակությունը։ Ոչ միայն նրանք, այլ նաև ուսանողների մեծամասնությունը այսօր հակված է դրան, որտեղ հասկացել են նաև ուսանողները, մեր երիտասարդները, որ այսօր երկրի ապագան կամ այս երկրում, մեր Արցախում բարեկեցիկ ապրելու, բարեկեցիկ ապագա կերտելու գլխավոր գրավականը ագրարային երկրի, ագրարային տնտեսության գաղտնիքներին տիրապետելն է։ Ես վստահ եմ, որ այս շարժումը, ինչպես նաև դրան հաջորդող հետագա բոլոր շարժումները անշուշտ ունենալու են իրենց արդյունքը։ Մենք հենց դրան ենք ձգտել
եւ այսօր ունենք այդ երիտասարդությունը, որը վաղը գալու է փոխարինի մեզ եւ դեռ ավելի լավն է լինելու, քան այսօր եղողները, այսպես ասենք, որովհետեւ իրոք գալիս է մի շատ հետաքրքիր եւ շատ պատրաստական սերունդ վստահ իր ուժերին։ Իսկապես մեր երկրի կարևոր ոլորտի համար ներկան նրանք են ավագ սերունդը, իսկ ապագան այս անվստահ ու անօգնական պատանիներն ու աղջիկները։ Ու մեկ հարթակի վրա տեսնելով երկու ուժերին հասկանալի է դառնում, որ մեր երկրի զարգացումը ավագ սերնդի բարեխիղճության, նվիրվածության ու աճող սերնդի գիտակցության հետ է կապվում։ Հուսալ է մնում, որ մի գեղեցիկ օր բոլորի շնորհիվ ունենալու ենք զարգացած ու կայուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։